Բարի ողջություն եմ ցանկանում բոլոր հայերին, խեմ արդեն շեշտադրումն անելու հայերին, որովհետև ինչքան հասկացա արդեն մեր ժողովրդի մեջ հայ տեսակը շատ արդեն քիչ մնացել, բայց դե ոչինչ, կարևորը որ կա, կարևորը որ հայը կա ու հայը կա, մնալու է ու լինելու է։ Հիմա ժողովուրդ ջան, ճիշտ ասած իրազեկման հարցով եմ, իրազեկման պահով եմ միա ձեզի կապյով հել է էֆիր, որ ձեզ տեղեկացնեմ ինչա եղես մի երկու օրվա մեջ, որ դուք էլ արդեն հասկանաք ու մի երկու բաներ կասած ձեր հետ կիսվելու, ասելու, քննարկելու։ Ուրեմն առաջինը, որը որ ուզում եմ ձեզի տեղեկացնեմ, գիտեք, շատերը տեղյակ եք, որ ստորագրավակ էինք անում, կազմակերպել էինք քննիչ հանձնաժողովի եզրակացության հանրայնացման հարցով։ Ուրեմն խորին շնորհակալություն եմ ուզում հայտնեմ բոլոր այն մարդկանց, հավաքվել է 939 ստորագրություն, 939 ստորագրությունից պետք է էլի ինչպես միշտ ազնիվ լինեմ, պետք է ձեզի ազնվորեն սաղասեմ, ուրեմն գերակշռող մասը մեր հայրենակիցներն են, ովքեր որ միացել են այդ պահանջին։ Այսինքն սովորական մեր շարքային հայ քաղաքացիները, ես իրանց նորից իմ երախտագիտությունն եմ հայտնում, շնորհակալություն եմ հայտնում, որ միացել են այդ ստորագրավակին, իրանց ստորագրությունները տրել են այդ պահանջի տակ։ Ուրեմն եթե այսօր չէ, վաղը այդ դիմումը արդեն պատրաստ ստորագրություններով կհանձնվի ազգային ժողովին, բնականաբար կսպասենք նոր տարուց հետո իրանց պատասխանին, որ ինչ որոշում են կայացրել մեր պահանջը բավարարելու, քանի որ մեր պահանջը նորից մնում արդար պահանջ ու չի կարա ինչ որ մեկն ու մեկը մեր պահանջը չբավարարի, քանի որ ասում եմ արդար է մեր պահանջը, մենք պահանջում ենք, որ պատերազմի քննիչ հանձնաժողովը իր կատարած զեկույցը ամբողջությամբ հանրայնացնի։ Դա հանրությանը հետաքրքրող թեմա է ու ոնց որ բոլոր ժողովրդավար երկրներում է, կարծում եմ մեր իշխանությունները ասում են, չէ՞, որ իրանք ժողովրդավար երկիր են, ես չեմ ասում, իրանք են ասում, ուրեմն դե եթե ժողովրդավար երկիր է սա Հայաստանը, ուրեմն պետք է իրանց ժողովրդի կամքը անեն, իրան ժողովրդավարությունը պահեն ու հանրային ներկայացնեն ինչա տեղի ունեցել, ինչ չի տեղի ունեցել, մեղավորնով, անմեղնով եւ այլ մանրակրկիտ, որ այս ծնողները, այս մարդիկ, այս ազգը իմանա ինչա տեղի ունեցել 44 օրյա պատերազմի մասին է խոսքը, ժողովուրդ ջան։ Այդ հարցը նորից եմ ասում, շեշտում, շատ շնորհակալություն եմ հայտնում այդ մարդկանց, ովքեր որ միացել են։ Շնորհակալություն են ծնողներին, ով որ ջանք ու եռանդ չխնայեցին, այդ ամեն ինչը կազմակերպեցին, քանի որ ես ֆիզիկապես ի վիճակի չէի տանից դուրս գալու, քանի որ տնային կալանքեր, բայց հեսա հասնում եմ արդեն այդ մյուսին է։ Ուրեմն երկրորդ հայտարարությունս այսօր Վերաքննիչ դատարանը որոշել է, որ իմ խափանման միջոցը փոխում է։ Դրա համար եմ շնորհակալություն հայտնում Վերաքննիչ դատարանի կազմին, քանի որ արդար անաչառ քննություն են կատարել ու արդար որոշում անաչառ քննություն են արել եւ արդար որոշում են կայացրել, որ իմ խափանման միջոցը տնային կալանքը պետք է հանվի։ Այսինքն այս մոտերքորը արդեն երևի կհելնեմ արդեն մարտամեջ քաղաք։ Դա երկրորդ հայտարարությունն է, գիտեմ, որտեղ լիքը մարդիկ կան, որ անհանգստանում են իմ հարցերով, ասենց ընդհանուր ասում եմ, տեղյակել եք, ծնողներ ջան, հարազատներ ջան, իմ բարի կամեցող մարդիկ, դատարանը որոշում կայացրել է, խափանման միջոցից դարել է ստորագրություն չբացակայելու եւ այն 1 միլիոն բան է, ինչա, գրավը։ Всё, ուրիշ սահմանափակումներ չեմ ունենալու։ Արդեն հիմնական կպնելու ենք էլի մեր գործին։ Էսի այն երկու հիմնական թեմաները, որոնք որ ուզում էի ձեզի տեղյակ պահեի, բայց ժողովուրդ ջան, հայեր ջան, մի հատ հարց կա, որը որ շատ եմ ուզում ձեր հետ, ոնց որ սենց իմ վերլուծությունն անեմ, ես չեմ ասում դուք ինձ լսեք, ամեն մեկին լսեք, ամեն Պողոսին, Պետրոսին, չէ,
դուք լսեք այն մարդկանց, ովքեր որ այդ ամեն ինչը ասել են, եզրակացություն են դուք արեք։ Հիմա հարցը կապված այսօրվա ամենամեծ մեծ լուրջ այն խնդրի հետ։ Այս արշավը, որը որ տեղի ունենում մեր առաքելական եկեղեցու վրա, որ հեսա շուտով պատրաստում են նորից Կիրակի օրը Վեհարանի վրա հարձակում անեն։ Ուրեմն ու ինչն է հետաքրքիր, որ այս սրանք այս պղծա բարո կենթանիները ամեն ձև հա տարոսը ճիշտ ասեցի Գայան ջան, տարոսը սաղեն մնացած տղեկին լինի, ովքեր որ այդ հարցի մեջ են ու իրանց էլ ու կլինի արդարություն կա, ես չեմ կասկածում ոչ մի անգամ, որ մեկը արդարություն կա, չի կարա լրիվ վերանա, լավ, շեղվեմ։ Ուրեմն այս սրանք ամեն ձև փորձում են այս ամեն ինչը ներկայացնեն մեզի լայն հասարակությանը, որ սա արշավա վեհափառի դեմ, բայց չէ ժողովուրդ ջան, ազնվությամբ դա տես չի, ձեզ հավաստիացնում եմ, որ դա տես չի։ Ու ես հիմա կասեմ բաներ, որոնք որ եղել է, որոնք որ իրանք են հենց ասել ժամանակին, պրոստը երևի մոռացել են, թե իրանք ինչեր են ասել, հիմա փորձում են իրանց անցած ասածները cancel անել, թազա բան ասել, այս ժողովրդին էսենց բանի մեջ գցեն, ոնց է տանդերի անունը, ոչ ճիշտ, էսենց անորոշ վիճակի մեջ գցեն, որ այս մարդիկը չկարնեն հասկանան, որ չեն են ինչքան լենգուլավազ կա հավքեն էտան լծվում եկեղեցու հայատ, ընդ մեկը գոդակադիժ դավաճը նայում ես դրա բուղի դեմքին, արա ախր դու ով ես, որ դու հեն ես, կամ դա, այս մարդիկ լավ մոլորյալներ են, չեն հասկանում, միամիտ մարդիկ են, հիմա ասեմ, որ դուք էլ պատկերացնեք, նայեք ժողովուրդ ջան, սա պայքարա ոչ թե Վեհարանը վեհափառից ազատելու, ոչ, ամենևին էլ ոչ, ու օրը կգա, դուք այդ ամեն ինչում ինքներդ եք կհամոզվեք, որ ես էսի ճիշտ եմ ասում, սա պատերազմը, սա հարձակումը մեր հայ առաքելական քրիստոնյա մեր եկեղեցու վրա, կոնկրետ մեր հավատքի վրա, ապացույցները հետևյալումն է, ժողովուրդ ջան, որ այս մարդիկ դեռ 17 թվից իրանց Facebook-յան էջում գրառումներ են կատարում, ունդեղ արդեն պարզ երևում է, պլյուս այս վերջերում էլ են, իրանք են ասում, էլի ես չեմ ասում։ Օրինակ վերցնենք այս 17 թվի հոկտեմբերի 1-ի այն մի հատ Թորոսյան անունն էլ չեմ ուզում է տամ Թարսիպեսի անունից է, ուրեմն որ այս սրան պրոստը մի հատ լավ բան եմ դիմելա ձև եմ իրան համար պատրաստ է, որոշե ինձ թվում է շատ իրան համապատասխան դիմելա ձև կլինի իրան էդի շատ սազական է։ Թորոսյան, այ մորգի լրջկված մեռել, ախր տոշնի այդ ես էլի, որ սես նայում ես դեմքիդ արդեն ջոգում ես, մորգի լրջկված մեռել, երես առած մեռել, լսիլը։ 17 թվին դու արդեն այն վաղտվանից ասել ես, որ մեր հայ ազգի, կարող է հիմա բառացի չցիտեմ ասածը, բայց միտքը ընդհանուր է դա եղել, որ հայ ազգի ամենամեծ դժբախտությունը դա իր քրիստոնեական հավատքն է։ Հիմա ինչ եք հելենք է կապիկ լամի շլում թե էդի վեհափառի դեմ, ախր դուք 17 թվից արդեն ձեր իրական դեպքը ցույցեք, թե ձեր նպատակը որն է, դուք ինչ եք ուզում անեք, դուք ուզում եք այս վերջի հենասյունը, եկեղեցին, հավատքը, կրոնը, էդ էլ ոչնչացնեք, որ այս մոլորյա ժողովրդին էլ արդեն Հենց բերեք ոնց ցնեք այն վիճակի, որ այս մարդիկ արդեն հուսահատված, հուսալքված, բանակ չկա, երկիր չկա, իշխանություն չկա, անդիմություն չկա, այս հավատքն է մի հատ պահողը եղել ժողովրդին, այն էլ վերացնեք ու վсё, Յախուդա ջամալը ջնդո ձեր լեզվով ասած, չգիտեմ ինչ եմ ասում, բայց այտենց խոսքը լավ, ասի հաշվի մի առեք, ես ասածը սենց փոխաբերական եմ ասում։ Արա դուք այսօր կամ դու Նիկոլ կամ դու Նիկոլ, էդի շատ շուտվա քո խոսքերից է։ Եթե չեմ սխալվում, էլի այդպես 18-19 թվի թեմաներից է, որ հելել էիր մարզերով շրջայցների ու հետո եկել էիր երևի
հոգեկան խիստ հուզմունքի վիճակում գտնվելով հելել էիր արտահայտություն արեցիր։ Հիշացնում եմ Նիկոլ, քո խոսքերն եմ ասում, ազնիվ բան չեմ հնարում։ Ժողովուրդ, ես ասում եմ անալիզը դուք արեք, էլի ախպերական։ Անալիզը դուք արեք։ Այդ մարդը հելա վեն վաղտ այցերից հետո եկավ ասեց, «Էս ինչիա նման վեյանը մուրե թմես խաչ, գյուղ մտնեմ ես խաչ, ստե թմես խաչ կար»։ Այդ վաղտ էս մարդիկ պետք է հասկանային, որ քո կռիվը ոչ թե Գարեգինի հետ է, այլ խաչի հետ, որտեղ դու այդ վաղտ այդ քո խոսքի մեջ դու մի հատ արտահայտություն արեցիր, ու դա արդեն ցույց տվեց քո իրական պատկերը, քո իրական նպատակը, քո իրական ցանկությունը, դու ինչ ես ստանում, ուր ես ստանում ես ազգին։ Դու այդ վաղտ միացած բան ասեցի, ոչ մի քրիստոնյա, ոչ մի հավատքով մարդը իրան այդպես բան թույլ չի տա ասի։ Դու ասեցիր ամեն աղբից խաչ են սարքում ստենդը տնգում, լսիլը։ Նիկոլ, աղբ ու խաչ բառը իրար կողքի դնելն էլ է արդեն մեղք։ Իսկ դու դրեցիր, ասում ես ամեն աղբից խաչ եք սարքում, ստենդ եք տնգում, հետո լյանում ասում եք, թե մենք սենց վրոձի հայ ենք, քրիստոնյա ենք, բան ենք, վլան ենք, վստան ենք։ Ինչ քարոզ էիր դու այն վաղտվանից արդեն անում մարդկանց մեջ։ Խաչը քո համար, այդ որ հիմա մտնում ես այդ քո թայֆով, քո կուտոկով մտնում ես տարբեր եկեղեցիներ պղծում, դուս ես գալի։ Անես չի որ այդ չգիտենք ով է հետդ գալի։ Օրինակը հեսա կբերեմ, էդ էլ կլսես։ Կարծում եմ այս էֆիրոս իրան էլ կհասնի, իրան էլ ցույց կտան, ինքն էլ կլսի, որ այս չդման է, էլի թե մենք քյարփինջով ենք դրաշվում։ Վերջի ձեր օրինակներից մեկը էլի բերեմ, որ ձեր նպատակը եկեղեցին վերացնել, այսինքն քո վերջի այցերից մեկը Այգեշատ, Արմավիրի մազ Այգեշատ գյուղ Սուրբ Գևորգ եկեղեցին։ Հիմա թող Այգեշացիկ ինձ Այգեշատում շատ եմ տեսել, որտեղ ես ընդ լավ ընկերներ ունեմ ու իմ ընկերներն էլ ասեցին, որ Այգեշատի ժողովուրդը դե չի եղել այդ միջոցառմանը, այգեշացիկ չեն եկել։ Եթե Այգեշատից այդ մարդիկ էլ եղել են, դա եղել են քաղ ծառայողները, ընդ հիվանդանոցի աշխատողները, պոլիկլինիկայի Ժողովուրդ ջան զանգ եկավ, դրա համար ընդհատվեց, կարծում եմ Ժողովուրդ ջանը, էսի զանգ էր գալի, դրա համար էր կապ ընդհատվում։ Մի զանգեք, խնդրում եմ փոխանցեք, թող չզանգե։ Ուրեմն Այգեշատի թեման եմ ասում։ Այդտեղ եկել են այն աշխատողները, այն քաղաք աշխատողները, ովքեր որ ասեցի մանկապարտեզ, դպրոց, հիվանդանոց, գյուղապետարան, մարզպետարան, այդ մարդիկ են մենակ եկել էլ պարտադրված, էդ էլ գիտենք, որտեղից են զանգե, ոնց են զանգե, ինչ են ասել այդ մարդկանց, որ մարզպետարանից անհատական բոլորին զանգել են ու ասել են կեթակ այդ օրը այսին ժամին ներկա կգտնվեք այդ իշ տեղը։ Բայց խի ընտրեցիր դու Նիկոլ հենց կոնկրետ Այգեշատի Սուրբ Գևորգ եկեղեցին, որ եկար քո թայֆով, քո կուտոկով, դաժե Այգեշատի եկեղեցու տերերը պամոմու այդ միջոցառմանը չի մասնակցել, թույլ չեք տվել, ասել է գնան դե կողի վրա քո համար կայնի, մենք հեսա մեր անձնակազմով, մեր տերներով, մեր չգիտեմ էլաշ չելածով կգանք, մենք կմտնենք Այգեշատի եկեղեցի, մեր արարողությունը կկատարենք ու դուք կտնաք ինչ հոց բազմություն է ներկա եղել այդ պատարագին։ Ուրեմն սաղին ծերից ծեր հետդ բերել էիր։ Այն ստադիոնը մենակ սաղ քո հետի եկած մաշնեկն էին լցված ֆուտբոլի դաշտում։ Հիմա եկել ես այս մարդկանց ուզում ես համոզես, թե դու տենց համախոհներ ունես, բայց դու այդ ասեցի կիսատ մնաս, միտքս կդրված զանգ եկավ։ Ուրեմն ժողովուրդ, ասեմ դուք էլ իմանաք, այդ Նիկոլի այցից առաջ ժամկետը հիմա չեմ կարող, բայց ոչ այդքան էլի շուտ բանի մեր ձևով շարժումը լինում Այգեշատում։ Նարեկ ենք էթում են ընդեղ ու մարդիկ դե իրենց քարոզ արշավն են անում, մարդկանց հավաքում են, հրավիրում են, նստում են, խոսում են, ասում են, տեսյան են ու
խոսքի մեջ դե ժողովրդին ասում են ինչով կարանք ձեզի օգտակար անեմ, ինչ անեմ, մի բան էլ անեմ, հիմա մարդ է, աղբեր։ Ցանկություն ունեցել ուզացել եմ մի բան էլ այդ գյուղի համար անի։ Մարդիկ ասել են աղբեր ջան, մի հատ լավ էսով նստելու տեղ չունենք, մի հատ բիսեդկա չունենք նորմալ նստենք, մի հատ բիսեդկի հարց լուծի, արդեն հերիք է։ Ու ինչ, այս մարդիկ արել են, արել է, լավ արել, ապրինքը, ինչ է եղել դրա մեջ, ինչ ես այտենց նեղվե, արա խես այդքան դու խես այդքան դու ասենք խելմեր հարցնում ես հարցի զուրել տալիս եմ ես լավ գիտեմ դու խես այդքան էժան որ ես հարցը քեզ զուրել տալիս եմ բայց հակի դրանից ելնելով որ ինչա թե նարեկն եկել անդե մի քանի հոգի մարդ է եկել գյուղի ժողովուրդը բայց նարեկի գալուն ասեմ քեզի ոչ մեկին չեմ պարտադրել մարդիկ հոժար կամքով են եկել բայց դու որ եկել ես դու պարտադրողաբար ես եկել հետդ մարդ ես բերել բայց հետո այս ժողովրդին ներկայացնում ես քասած զլմներով սախու այդ ֆեյք ինդուստրիայով որ աման նայեք տեսեք մենք եկանք մենք գնացինք սենց ֆլան ֆստա մենք այսքան համախոհ ունենք ով են քո համախոհները նիկո ռուստամիկները թե իշքան խտնված անտեր կա դրանք վերել ես արա գրոհ ես եկեղեցին մարդկանց է ցույց ես տալի yaman կռիվը վեհապարի հետ մաքրում ես եկեղեցին հա դեռ գնա դեմից քո տունը մաքրի հետո նոր անցի եկեղեցու քո կողերդ մաքրի հետո նոր անցի եկեղեցու էսի ուղղակի մարդ ձեզի տեղեկացրեցի նրա մասին որ ասենք այդ ամեն ինչը ոնց են մանիպուլացնում, ոնց են ձեզի ներկայացնում, որ այս ժողովուրդն էս միամիտ հարա դե տեսար արա, սենց այսքան մարդիկ ա վարա դե տեսար ասֆալտը։ Ժողովուրդ, հավատացեք, ազնվությամբ եմ ասում, կուզեք հավատացեք, կուզեք չէ պրինցիպի։ Բայց սրանք տանում են մեր ամենամեն մեր, որ մենք այսքան տարի այսքան դարերով մենք բարձեցե մենք որ մենք առաջի հայ ազգն ենք հայ ազգը որը որ առաջին ընդունել է քրիստոնեություն հա ժողովուրդ այս պահի դրությամբ այս մարդիկ այս շայկեն այն մեր 301 թվականից պաշտոնապես ընդունած հավատքը արդեն cancel են ուզում անել Զուտ են ասում, ու էդի ես չեմ ասում, խավները տանեմ, իրանք են ասում, Նիկոլի վերջի խոսքը էլի նորից լսեք։ Ասում են ինչ ենք մենք քրիստոնյա։ Քանի որ տարթատը քնից էլա, որոշեց, որ մենք քրիստոնյա պետք է լինենք։ Դե ասելու բան է, վարչապետի մակարդակի ասելու բանը։ Այդ սաղ պատմությունը ջրվար, չկար, մինչև Ոչ բան չկար, մենակ տարթատը եկավ ասել։ Դե հիմա մի հատ էլ տարթատ ինքն է։ Հիմա որ վաղ ասի վсё ժողովուրդ, վաղվանից պետք է մուսուլմանություն ընդունենք։ Ընդունելու եք։ Մի թողեք մեր հավատքին կպնեն, մի թողեք մեր կրոնն էլ պղծեն, մի թողեք մեր որտեվ էդ էլ որ վարի տվին, էլ փրկություն չեք ունենալու։ Ու այն մասան էլ, որոնք որ հլը մինչև հիմա մտածում ու հույսա փապագում, թե ինքը պետք է ադրբեջանցիքի հետ խաղաղ ապրի, չի լինելու, մոռացեք, ես իմ անունից եմ ասում, չի լինելու, չի կարալու գա այն, որ մարդիկ կան, որ հելնում են ինչ մարդիկ արա դրանց մարդել ամոթ ասել է, որ ոմանք հելնում են չապարի վրի չորցած խլինքները հելնում ասում են Առևտուրը ալնելու Ադրբեջան, արա դու ոնց եք պատկերացնում, ես մտնելու եմ շուկա խոսքի, բան առնեմ, մեկ է տենալու եմ դեմինս ադրբեջանցի, ինչ, հա, առևտուր եմ անելու։ Այդ պահին իմ աշկին մենակ մի գադա գալու, որ կարող հենց այս ադրբեջանցին իմ աղբոր գլուխը կդրել է, պետք է նստեմ նայեմ ու հետնել առևտուր անեմ, արա։ Դուք տենց եք պատկերացնում։ Ունես չէ, մարդկանց մոտ է թո չստացվի, թե մենք արայսիշ վատն ենք, պատերազմ ենք ուզում։ Պատերազմի քաշվածը մենք ենք ու հաստատ մենք չենք ուզում պատերազմ բայց չենք էլ ուզում որ այս հազարավոր տարիների պատմություն ունեցող ազգը սես պրոստը սենց ամենը դիշովի ձևով ոչնչացնեն
ու մարդիկ այդ ամեն ինչը նայելով ասեն հա, չէ ժողովուրդ, չէ հայեր ձեզ եմ դիմում։ Ոչ մի ձևով պետք է թույլ չտանք, որ այս վերջի եմ ոնց որ ասել մեր բաստիոնը, հա ճիշտ եմ ասում, որ դա ջարդ են։ Եթե իրանք եկեղեցին մտան, եկեղեցին պղծեցին, եկեղեցականերին սենց էլ արդեն խառնել են, ժժնել են իրար։ Բայց դա կլինի իրոք էս ազգի վերջը։ Ազգի վերջը ասելով ճիշտ է հայը կմնա, բայց որպես պետություն ոչ շի բան չես ունենա, ոչ շի բան։ Կրոնոտ էլ կփոխեն, մսկիթները կսարքեն, թլպատվելու օֆիսներն էլ լաբորատորիաներն կբացեն, այդտան կթլպատվենք, այդտան կդառնան Թուրքիա ախպեր, բայց ոչ հայը, դա հիշեք արա։ Հայը չի այդ քայլին։ Դրա համար էլ դուք այս ազնվացեք հայտարարքին այսպես եք անում։ Պավլիկին ընդեք փագում են, մեկին ընդեք փագում, Սերոփին ընդեք փագում, այս մեր հետո իշքան մինչև երբ մի այդքան որտեվ եթե դուք ելնում եք այդպես խոսում եք ձեզ թվում է թե բոլոր ժողովուրդն հայելին ես հավայամ չէ այդպես չի ժողովրդի մեջ հասկացող մարդիկ էլ կան հացը չորից տարբերող մարդիկ էլ կան մեզ չի դու բեսանտ խելոք եք մենք էլ ենք հայելի ես չեմ քարոզում որ ժողովուրդը ինձ լսի կամ ես խոսք չեմ ասում որ ժողովրդի իմ կարծիք համ չէ ժողովուրդ դուք արեք եզրակացություն անալիզ արեք իրանց ասածները այն վաղ հիմա արածները ինչ էին անում ինչ չեն անում էդի դուք արեք դուք էլ ինքներդ եք գաք եզրակացություն վերջ պետք չի որ մեկին լսել սրան լսել նրան չլսել չէ դուք արեք ձեր եզրակացությունը բայց հիմք վերցրեք այն ինչ որ ասել են հենց իրանք իմ ասածը չէ չգիտեմ fake դաշտինը չէ այն սուտին դիմության ասածները չէ ախպեր իրանց խոսքը դուք ինքներդ անալիզ արեք կարծում եմ դրա համար մենակ բավական է դուք Նիկոլի գիրքը կարդաք ու արդեն այդքանը ձեզի հերիք է ոչ մեկի ասածը մի լսեք բացեք Նիկոլի գիրքը կարդացեք ու ձեր համար 5-ի պարզ կլինի ով է այսօր մեր երկրի իշխանության գլխին նստած մարդը ու ուրա տանում ինքը մեզ ուրա տանում մեզ բոլորիս այսքան բան ժողովուրդ ջան էլ ասելու բան չունեմ շնորհակալություն եմ նորից հայտնում բոլորին եթե այսօր չէ, վաղը հաստատ այդ ստորագրությունները դիմումի հետ կփոխանցվի ազգային ժողով, կսպասենք իրանց պատասխանին։ Իրանց էլ խորհուրդ կտամ սենց հեռակարգով, որ ուշադիր այս հարցին վերաբերվեն, չփորձեն ինչ-որ լղոզած պատասխաններ տան, մենք արդեն շատ բաներից տեղյակ ենք, շատ բաներ ունենք եւ ունենք մեր ապացուցողական բազան որը դուք ուզեք თუ չուզեք պետք է նստեք հաշվի, որտեղ այլն դրանք չունեք։ Իմ խորհուրդը ձեզ, եթե որպես դուք աշխարհին ներկայանում եք, փորձում եք ներկայանալ որպես ժողովրդավար պետություն, ուրեմն պետք է ժողովրդին հետաքրքրող լայն հասարակությանը, հանրությանը հետաքրքրող հարցը ծերից ծեր ակետից մինչև վերջի կետ, դուք պետք է սաղ ներկայացնեք, ինչ եղավ, ոնց եղավ, խի եղավ, ով էր մեղավոր, ով էր անմեղ, ով էր ճիշտ, ով սխալ, ու ժողովուրդն էլ կորոշի, այն մարդիկ, ովքեր այս ամեն ինչի մեջ առանջի պահանջատերն են, դա ես ազնիվ եմ, հայ ազնիվ եմ, ողջություն և հաջողություն ու առողջություն եմ ցանկանում հայ ազգիս, լավ մնացեք ժողովուրդ ջան, կտենանք